Հայկանուշ Գասպարյանն ամեն օր աշխատավայր հասնելու համար նախ հյուսիսային ավտոկայան է գնում, հետո հատում այս փողոցը։ 10-ից 15 րոպե է պահանջվում մի մայթից մյուսն անցնելու համար։ Հետիոտնային անցում մայրուղու այս հատվածում չկա, իսկ մեքենաների երթևեկն անդադար է։ Այնքան ենք սպասում, մինչև ավտոները մի քիչ թեթևանում, մեջերով գնում ենք։ Յա կգնենք ավտոյի տակ, յա կմնում։ Դա մեր վիճակը։ Խնդրեմ, ես ո՞ց կարամ անցնել։ 10-ից 15 րոպե սպասում եմ, մինչև կանգնում է, որ գնա, գործից էլ ուշանում ենք։ Չեն կանգնում վարորդները, վաբշե։ 2-3 հոգի են գել այստեղ ավտոյի տակը, մենք շատ վախեցած ենք։ Այս անգամ եւս կնոջը հաջողվեց ի վերջո կտրել անցնել փողոցը։ Ընդամենը մի քանի ամիս ու հյուսիսային ավտոկայանին հարակից այս փողոցում վերգետնյա անցումը կգործի։ Հունիսից մեկնարկել է շինարարությունը։ Բնակիչներն անհամբեր են, թե երբ են ի վերջո ոտք դնելու ամուր ու հուսալի կամրջի վրա։ Կարիքը կար, մարդիկ շատ օգտվում են ճանապարհից, մենք շատ ուրախ ենք, որ պետք է կառուցվի։ Մենք հանգիստ ձևի կանցնենք ու վտանգ չլինի ժողովրդի մեջը։ Եթե վտանգ չլիներ, ասենք նախատեսված չլինի, այս շինարարությունը։ Բազմիցս անգամ ասել եմ, որ սկսում ենք այս շինարարությունը, բայց հիմա արդեն բախներս բերել է։ Ոչ թե միայն ասենք աշխատողների համար, բնակիչների համար, էլի։ Անցումը շատ, ասենք, վտանգավոր է։ Եթե ուզում ես անցնես այս չնախատեսված վայրը, չի թույլատրվում, բայց մարդիկ, ասենք, կարճ ճանապարհ ընտրելով վտանգելով կարելի ասել, որ ասենք անցնում են։ Սկսել ենք հունիսի 9-ին, չնայած պայմանագրով նախատեսված էր սկսենք դրանից 2 ամիս առաջ, բայց քանի որ շինթույլտվությունը ուշացավ, մենք էլ ուշ ենք սկսել։ Բուլը հետևյալն է, ինքը 3 հենարաններով կառուցա, 2 հենարանները տեղադրված են, դուք տեսնում եք, եւ աստիճանները բետոնացված են եւ մյուս կողմի աստիճանները կբետոնացվեն եւ երրորդ հենարանը միջանկյալը տեղադրվում է հենց այս պահին։ 3 հենարաններով 40 սյուներով 39 մետր երկարությամբ վերգետնյա անցումը կառուցվում է շինարարական բարձր ստանդարտներին համապատասխան, ապահովված է սեյսմակայունություն եւ հենակետային դիմացկունություն։ Կամրջի շինարարության համար պետբյուջեից 83 միլիոն դրամ է հատկացվել։ 2 թռիչքային կառուցվածք է լինելու, ամեն մի թռիչքը 19 մետր 50 սանտիմետրանոց, անցումի ընդհանուր երկարությունը կլինի 39 մետր, իսկ բարձրությունը 5 մետր 10 սանտիմետր գաբարիտներով։ Հսկողությունը կատարվում է, իրականացվում է եւ մեր աշխատակիցներն էլ բարեխղճորեն իրականացնում են բոլոր տեսակի աշխատանքները։ Կողքի մարդիկ էլ աջակցում են, ասում են շատ լավ գործ եք անում, իսկ կարիք ունենք։ Մենք էլ դրանից ողջևորում ենք բնակիչների վերաբերմունքից, աշխատում ենք հնարավորինս կարճ ժամկետում ավարտել։ Վերջին հենասյան տեղադրումն ու աստիճանների բետոնացումն ամենաբարդ փուլերն են։ Դրանից հետո կկատարեն կոսմետիկ նորոգում ու կհանձնեն շահագործման։ Ամենաուշը դեկտեմբերի սկզբին, հավաստիացնում է շինարարը։ Վարդուհի Արզումանյան, Հովհաննես Քյուրքչյան, լուրեր։